Մենք երեքս էլ որոնում ենք, բայց չենք կարողանում էլի համատեղել դասերի հետ։ Թես կարելի որ ասում են հերակաս սովորողը կարող է աշխատել, համատեղել, ցավոք սրտի եկել եմ կոտրեմ այդ կարծրատիպը։ Ես հենց հիմա այս պահին ունեմ 14 թափուր հաստիկ եւ որևէ գործատու պատրաստական չէ զիջել ժամային գրաֆիկը։ Մոտ 170,000 երիտասարդներ այս կամ այն պատճառով ոչ բուհերում են, ոչ աշխատաշուկայում։ Եթե հիմա բոլորս թողնենք մեր մասնագիտությունները գնանք IT-ով զբաղվենք կամ վեբ դիզայնով, ոլորտը կտուժի։ Ասեցի երեխեք, ձերը սեր չէ, սիրահարվածություն է։ Որովհետեւ սերը այն դեպքում կլիներ, եթե այդ մասնագիտության հետ մի հատ ծախող էիք, մի հատ գումար կորցնեիք։ Դուալ մասնագիտական կրթության եւ ուսուցման համակարգ այն կարևոր գործոններից մեկն է, որի շնորհիվ երկրում երիտասարդների գործազրկության մակարդակը համեմատաբար ցածր է։ Մասնագիտական կրթության եւ ուսուցման նոր օրենքը արդեն դուալ կրթությունը նախ սահմանում է առանձին, որպես հասկացություն, այնուհետև տալիս է դրա կարգավորումները։ Երբ ես ավարտում եմ օրինակ մեքենայի վրա աշխատանքը, հետո տեսնում եմ, թե ինչպես են այն քշում փողոցում, իրոք երջանիկ եմ։ Գանք ուսումնասիրենք, իրանք գան մեր մոտ, ասենք առանձին բաց դասեր անեն, մենք մասնակցենք, լսենք։ Զուտ ջուր տվող որպես մտնեն, էլի իրանց օգուտ կլինի։ Կապ չունի ինչ են մտնում, կարևորը մտնեն, սկսեն պտպտալ, բզբզալ, տենց ինչ որ մի բանի հասնեն։ Գերմանական դուալ կրթական համակարգը, երբ ուսանողները սովորելուն զուգահեռ աշխատում են ոլորտային ընկերությունում, հայտնի մոդել է աշխարհում։ Շատ երկրներ, օրինակ Հունաստանը, Իտալիան, Իսպանիան, իսկ նրանց թվում հիմա նաև Հայաստանը, փորձում են ներդնել այն, որպեսզի կրճատեն աշխատաշուկայի ու կրթության միջև եղած խզվածքը։ Իսկ այդ խզվածքը Հայաստանում մեծ է։ Բավական է միայն ասել, որ 2022-ի տվյալներով աշխատունակ քաղաքացիների 15%-ը կամ մոտ 340,000 մարդ չի աշխատում։ Երիտասարդների շրջանում գործազրկության մակարդակը Հայաստանում թեև վերջին տարիներին նվազել է, բայց դեռ շարունակում է բավական բարձր մնալ 26-ից 27%-ի միջակայքում։ Մեծ է չսովորող ու չաշխատող երիտասարդների թիվը, մոտ 170,000 երիտասարդներ այս կամ այն պատճառով ոչ բուհերում են, ոչ աշխատաշուկայում, բայց նույնիսկ նրանք, ովքեր սովորում են, ցանկանում են աշխատել ու ակտիվ աշխատանք են փնտրում, բախվում են բազմաթիվ խնդիրների։ Մենք երեքս պատմության ֆակուլտետի ուսանողներ ենք, մենք երեքս էլ որոնում ենք, բայց չենք կարողանում էլի համատեղել դասերի հետ։ Թես կարելի որ ասում են հերակաս սովորողը կարող է աշխատել, համատեղել, ցավոք սրտի եկել եմ կոտրեմ այդ կարծրատիպը, որ գործատուները չեն համաձայնվում ընդունել հերականերին, գրաֆիկի հետ կապված շատ գործատուներ չեն ենթարկվում օրենսդրությանը, քանի որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը սահմանադրությունը տալիս է ուսանողին ուսումնական արձակուրդ քննություններից առաջ, միջանկյալներից առաջ համապատասխանաբար 3 կամ 2 օր քննություն է պատրաստելու համար, բայց հիմնականում մասնավոր սեկտորը դա չի պահում։ Ես ունեմ աշխատանք հիմա։ Ու կոնկրետ ճարտարապետական ուսանողի համար մի քիչ դժվար է, ինչի համար, որովհետև այն ամեն ինչը ինչ պետք է լինում օֆիսում կոնկրետ ինչ որ աշխատանք տանելու համար սովորում են 3-րդ կուրս, 2-րդ կիսամյակում։ Ուսանողները պրոստը պիտի ավելի շուտ սկսեն համակարգչով աշխատել, մի 20 օֆիսի դիմեն, 20-ից մեկը արձագանքի, 2-ը արձագանքի ու ինչ որ բանի հասնեն ընթացքում։ Բայց շուտ սկսել աշխատել, աշխատանքային փորձ ձեռք բերելը շատ կարևոր է։ Պատմության ֆակուլտետի 3-րդ կուրսում սովորող Արման Սարգսյանն ասում է. մասնագիտական աշխատանք չի որոնել, ավարտելուց հետո կփորձի, բայց մինչ այդ կարողացել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մի քանի վերապատրաստումներից հետո գործ գտնել։ Տվյալ կազմակերպությունում անցել եմ պրակտիկա, եթե այդպես է համարվում, աշխատանքային պրակտիկա, որից հետո անցել եմ աշխատանքի կատարմանը։ Այսինքն ձեզ ուղղակի վերցրել են, ինչ որ բաների համապատասխանել եք, վերցրել են, սովորեցրել են եւ արդեն Այո, այնպես չէ, ես հենց խորացված IT կամ այդպես ոնց որ ֆինանսական մասնագետ եմ, էլի ես մասնագիտականով դե ասեցի պատմության մասնագետ եմ, ես այդ ֆակուլտետում եմ ուսանում, հետագայում եմ աշխատանքային ոլորտը հենց պատկերացնում եմ այդտեղ մասնագիտականով։ Իհարկե IT-ին պահանջված մասնագիտություն է հիմա, բայց եթե հիմա բոլորս թողնենք մեր մասնագիտությունները գնանք IT-ով զբաղվենք կամ վեբ դիզայնով կամ նմանատիպ մասնագիտություններով, ոլորտը կտուժի ու ապագայում թող ֆանտաստիկ չընչի, այդ մասնագիտությունները իսպառ կվերանան աշխարհի երեսից։ Լիլիթ Մանուկյանը մարդկային ռեսուրսների կառավարման եւ տաղանդների ներգրավման մասնագետ է եւ փաստում է, որ փոփոխվող աշխարհի
ճանապարհին ամենաարագը հենց IT ոլորտն է հարմարվել։ Տեխնոլոգիական հեղափոխության պայմաններում պահանջվող նոր հմտությունները սովորեցնելու հարցում նախաձեռնող է։ Հիմնականում IT ոլորտը միանշանակ IT-ն առաջատար է ուղղությամբ, լավագույն փորձը այն է սեփական կադրերի պատրաստման process-ը։ Եթե օրինակ Java-ով աշխատող կազմակերպություն է, ինքն է ներդնում Java-ի ուսուցման շրջան, հետո աշխատակիցը վերադարձնում է անգամ ուսուցման վարձը աշխատանքի ընդունվելու դեպքում եւ մաս առ մաս։ Լիլիթ Մանուկյանը նաև հիմնադրել է տաղանդների ներգրավման սեփական ընկերությունը։ Դասավանդում է Բուհում։ Ինքն էլ կրթական ծրագիր է հեղինակել ու մոտիկից գիտի թե կրթության ոլորտի, թե աշխատաշուկայի խնդիրները։ Մասնագետը փաստում է, խնդիրը բազմակողմանի է։ Գործատուներն էլ հաճախ պատրաստ չեն ուսանողին հարմար ժամեր առաջարկել։ Այդ խնդիրը շատ է, ինքը մեծամասշտաբ տարածված է։ Ես հենց հիմա այս պահին ունեմ 14 թափուր հաստիկ եւ որևէ գործատու պատրաստական չէ զիջել ժամային գրաֆիկը կամ օրվա գրաֆիկը։ Եվ այստեղ մենք ունենում ենք հարց, մարդը որ ավարտել է եւ այդ փորձառությունը ձեռք է բերել, ինչ է անում։ Այստեղ շահում են միջազգային ընկերությունները, հեռավար աշխատանքային հնարավորություններն են նախընտրում ուսանողները։ Գործատուների համար որոշ դեպքերում խնդիր է անգամ ուսանողներին արդիական հետազոտության թեմաներ առաջարկելը։ Խնդրել էին գործատուներին եւ բացատրել, որ օրինակ իրենք ամեն օր մտածում են ոնց որ օրինակ ինքնարժեքի իջեցման համար կամ նորագույն տեխնոլոգիաների կիրառման մասին, չէ։ Խնդրել էինք տալ այդ թեման, մեր երեխեքը հետազոտեին, ավարտական աշխատանքներում այդ թեմայի մասին կգրեին, իրենք ունենային անվճար հետազոտական հիմք իրենց ընկերության համար եւ կփորձեին կիրառել։ Բայց հավատացեք, մենք թեմաների հավաքագրման process-ում 2-3 թեմա ենք ստացել գործատուներից։ Իրենք ուղղակի պատրաստ չեն վստահել այդ խնդրի կատարումը այլ մարդկանց ու բացի դրանից ուսանողների։ Լուրջ խնդիրներ կան նաև մյուս կողմում։ Բուհերի շատ շրջանավարտներ պատկերացում չունեն աշխատանքային հմտությունների ու գործիքների մասին, եւ առաջանում է եւս մի խզվածք։ Եղած առաջարկը չի բավարարում պահանջվող չափանիշներին։ Մոնեցանք հաշվապահության ոլորտում կրտսեր, ավագ ու նաև թիմի ղեկավար հաստիկների համադրում։ Ու կպատկերացնեք ինչ մեծ խզում ենք ունեցել, երբ որ կրտսեր հաստիկի համալրման համար մենք տալիս ենք թեթև առաջադրանք, որպեսզի ստուգենք տեխնիկական հմտությունները, ծրագրային իմացությունները կամ օրինակ հարկատեսակների փոփոխության իմացությունը եւ արդյունքում արդիկ մեժվել են հիմնականում բազային գիտելիքներ չունենալուց, Excel-ի հետ տարական աշխատանք անելու հմտություններ չունենալու համար բուհը փոխանցում է գիտելիք, բայց այն չի կարողանում ձևավորել կարողություն ու հմտությունների շրջանակ։ Եվ ուսանողը, երբ որ ավարտում է համալսարանը, ունի տեսական պատկերացում, բայց բնավ չի պատկերացնում իր մասնագիտության գործնական կիրառությունը։ Մյուս կողմից Լիլիթ Մանուկյանն ասում է, ոչ ֆորմալ կրթությունն էլ հաճախ հարցը չի լուծում։ Անվերահսկելի զանազան կուրսերն առանց համապատասխան հմտությունների խնդիրներ են ստեղծում թե աշխատանք փնտրողի, թե գործատուի համար։ IT ոլորտում Գյումրիում այնքան տղաների են սովորեցրել IT մասնագիտությունը, բայց ես այստեղ հենց ՏՏ ոլորտի մասնագետի ներգրավման խնդիր ունեմ։ Ես այստեղ լուծումներ տեսնում եմ, որ մասնագիտական ասոցիացիաները պիտի հաստատեն կրթական ծրագրերը ոչ ֆորմալների առաջին հերթին, օրինակ եթե կա հաշվապահության ասոցիացիա, ինքը պիտի լիցենզավորի ու հաստատի ոչ ֆորմալ կրթության ծրագրերը, երկրորդը, որ ոչ ֆորմալ կրթական ծրագրերի այդ կոնտենտային հատվածը պիտի զննման ու քննադատության ենթարկվի, որ 0-ից, չգիտեմ, 2 ամսում դարձեք HR մասնագետ, շատ ունենք այդ տեսակի հայտարարություններ։ Սա նույնպես խնդիր է առաջացնում արժեզրկելով կրթությունը։ Հենց աշխատանքային պայմաններում փորձի բացակայությունը նաև խանգարում է ուսանողներին իրականում պատկերացնել իրենց ընտրած մասնագիտության նրբություններն ու իրոք հասկանալ, ցանկանում են գնալ այդ ուղով, թե ոչ։ Բոլորն ասում են, մենք շատ սիրում ենք մեր մասնագիտությունը, հաշվապահությունը, ու ոչ մեկ աշխատանքային փորձառություն չունի։ Ասեցի երեխեք, ձերը սեր չէ, սիրահարվածություն է։ Որովհետև սերը այն դեպքում կլիներ, եթե այդ մասնագիտության մեջ մի հատ ծախող էիք, մի հատ գումար կորցնեիք, խնդիր ունենայիք, գործընկերային եւ այլն, ու էլի շարունակեիք սիրել, այդ դեպքում դա կլիներ սեր։ Թերօգտագործումը շատ է։ Մենք թերօգտագործման հետ կապված գիտեք ինչն է, մարդկային ներուժի պոտենցիալի բացահայտման խնդիր ունենք։ Օրինակ նույն Գյումրու օրինակը վերցնեմ, հա, իմ աշխատանքային հարցազրույցները վերածվում են կարիերայի քոուչինգի։ Մարդը ուղղակի դիմում է հաստիկին, որովհետև իրեն աշխատանք է պետք, բայց ինքը չգիտի ինքն ով է, ինչ կարող է անել եւ դրա համար ինչ է պետք։ Երևանի տարբեր համալսարաններում մեր հարցման մասնագետ ուսանողները եւս թե գյուղինստիտուտից, թե ճարտարապետականից, թե պետհամալսարանի հումանիտար ֆակուլտետներից միաձայն նույնն են ասում։ Պրակտիկ հմտություններն են պակասում իրենց կրթության ընթացքում։ Տեսական գիտելիքները ավելի են ամրապնդվում, երբ որ գործնականում են կիրառում,
ու իսկապես շատ կուզեի։ Կարծում եմ պետք է ավելի շատ գործատուների հետ կապ հաստատեն, ավելի շատ լինի պրակտիկաների դերը ուսումնական ծրագրերում։ Ընդհանրապես գալիս են աշխատանք են առաջարկում, օրինակ յուղատնտեսության հետ կապված ֆիրմաներ գալիս են կամ հայտ են ուղարկում համալսարան, որ լավ ուսանողները կարան ավարտելուց հետո իրաց մոտ ինչ-որ մասնագիտությամբ աշխատեն։ Կան այդպես բաներ, բայց հիմնականում քիչ է էլի։ Կավելացնեի պրակտիկաները, որ ավելի շատ լինեն ու հիմնականում լինեն բան էլի, sense շարժունակ լինի sense։ Գնանք, գանք, ուսումնասիրենք, իրանք գան մեր մոտ, ասենք առանձին բաց դասեր անեն, մենք է մասնակցենք, լսենք։ Առաջնայինը, քանի որ մեր աչքերով տեսնենք, ինչի մեջ ենք ու մեզնից ինչ է պահանջվում տվյալ ոլորտում։ Սովորելը հեշտ է, բայց պրակտիկայում օգտագործելը գիտելիքները շատ դժվար է։ Պետք է հաղորդակցման հմտություններ ունենաս ու կարողանաս մարդուն հասցնել քո գիտելիքները։ Համալսարանում անցկացած ժամանակը շատ քիչ է, պիտի կողից հավելյալ ինչ որ բաներ սովորեն։ Հետի sense տնեց։ Շատ գրուպի կանչի, բայց զուտ ջուր տվող որպես մտնեն, էլի իրանց օգուտ կլինի։ Կապ չունի ինչ են մտնում, կարևորը մտնեն սկսեն պատվտալ, բզբզալ տենց ինչ-որ մի բանի հասնեն։ Գերմանիայում այս խնդիրների մեծ մասը լուծվում է դուալ կրթական համակարգի միջոցով։ Ինչ է դուալ համակարգը, որտեղից է ծագել եւ ինչպես է աշխատում Գերմանիայում։ Եթե կարճ բացատրենք, ապա դուալ համակարգը աշխատելով սովորելն է։ Երբ ապագա աշխատանքի համար անհրաժեշտ հմտություններն ուսանողները սովորում են ոչ միայն դասասենյակում, այլ զուգահեռ նաև աշխատավայրում։ Օրինակ գինեգործության դեպքում ուսուցման ժամանակի առնվազն կեսը հենց գինու գործարանում է անցնում եւ ուսանողը լիարժեք մասնակցում է արտադրությանը։ Պրակտիկայից սա տարբերվում է նրանով, որ ոչ թե մի շաբաթ կամ մի ամիս է տևում, այլ շարունակվում է ուսումնառության ողջ ընթացքում։ That practically means that our students spend 2 to 3 days a week. Սա նշանակում է, որ մեր ուսանողները շաբաթվա ընթացքում 2-ից 3 օր անցկացնում են ընկերությունում, ձեռք բերելով այն գործնական հմտություններն ու կարողությունները, որոնք անհրաժեշտ են տվյալ մասնագիտության համար։ Մնացած 1-2 օրը ուսանողները քոլեջում են անցկացնում, որտեղ սովորում են իրենց մասնագիտության տեսական հիմքերը, ինչպես նաև ուսումնասիրում ընդհանուր առարկաներ, օրինակ գերմաներեն, քաղաքականություն եւ երբեմն նաև հասարակագիտություն։ German, but also politics and also sometimes social studies. Որոշ դեպքերում հնարավոր է տեսական ու գործնական բաժանումն ավելի լայն ժամանակահատվածներ ընդգրկի։ Այսինքն դուալ համակարգի ուսանողը կարող է մի քանի շաբաթ անցկացնել դասասենյակում, ապա մի քանի շաբաթ միայն աշխատանքի գնալ։ Ցանկացողները, անգամ բարձր դասարանի աշակերտները կնքում են պայմանագիր իրենց ընտրած ընկերության հետ եւ գործատուն է որոշում, թե ինչ հմտություններ սովորեցնի, որպեսզի հետագայում սովորողը կարողանա համալրել այդ աշխատատեղը։ Բեռլինում տրանսպորտային եւ մեքենաշինական ոլորտի ընկերությունում աշխատող ու սովորող ուսանողներից Քևին Ռյոքշեն օրինակ գոհ է, որ հենց գործարանում է սովորում մասնագիտությունը։ Մի կողմից դու ստանում ես գործնական փորձ աշխատավայրում, իսկ դասասենյակում սովորում ես դրա տեսական հիմքերը, որոնք պարտադիր չէ որ լսես աշխատանքի ընթացքում։ Այսպիսով կարող ես համադրել այդ երկուսը եւ կիրառել այդ գիտելիքը։ Ուսանողներից Ֆաբիան Լյուքսն էլ ասում է, իրեն շատ է մոտիվացնում իր աշխատանքի արդյունքը տեսնելը։ Ինձ դուր է գալիս ձեռքի աշխատանքով ինչ-որ բան ստեղծելը եւ միանգամից տեսնելը, թե ինչ է ստացվել։ Երբ ես ավարտում եմ օրինակ մեքենայի վրա աշխատանքը, հետո տեսնում եմ, թե ինչպես են այն քշում փողոցում, իրոք երջանիկ եմ։ Ուսուցումը սովորաբար տևում է 2-ից 3.5 տարի, բայց ամենակարևորն այն է, որ աշխատանքի դիմաց սովորողները վարձատրվում են։ The overall duration of the education very much depends on. Կրթության ընդհանուր տևողությունը մեծապես կախված է մասնագիտությունից։ Սովորաբար այն տևում է 2-ից 3.5 տարի։ Ու նաև այդ ուսուցման համակարգում հենց մասնավոր հատվածի դերակատարությունն է շատ մեծ։ Ընկերությունները, որ սովորաբար միավորված են արդյունաբերության, առևտրի կամ արվեստների պալատներում, ակտիվ մասնակցում են թե ուսումնական ծրագրերի մշակմանը, թե քննություններին։ Սա ապահովում է միասնականություն, անկախ տարածաշրջանից կրթությունը հիմնականում նույնն է ամբողջ Գերմանիայում։ Is basically the same all around Germany. Գերմանիայում գրեթե բոլոր ոլորտներն են առաջարկում մասնագիտական ուսուցում։ Ավելի քան 300 մասնագիտություններ են ընդգրկված դուալ համակարգում։ Սկսած տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետից մինչև բուժքույր, մեքենաշինությունից մինչև ֆինանսական ու վաճառքի մասնագետներ։ Այս համակարգը ձեռնտու է բոլորին, սովորողին, որ առաջին օրվանից աշխատանքային միջավայրի հետ է ծանոթանում, ու նաև գումար վաստակում, ընկերություններին, որոնց համար կադրերն աճեցնելն ավելի էժան ու արդյունավետ է, քան աշխատողներ որոնելն ու
վերապատրաստել է։ Համակարգը ձեռնտու է նաև պետությանը, գործազրկության մակարդակն իջնում է, թափուր աշխատատեղերը համալրվում են բանիմաց մասնագետներով։ The students, they really gain the skills and competencies they need to be employed in a company. Ինչպես ասացի, ուսանողները իրականում ձեռք են բերում այն հմտություններն ու կարողությունները, որոնք անհրաժեշտ են ընկերությունում աշխատելու համար։ Սա բարձր է գնահատվում ընկերությունների կողմից, որովհետև նրանք էլ ստանում են աշխատակիցներ, ովքեր գիտեն, ինչ պետք է անել ընկերությունում։ Բացի այդ, Գերմանիայում դուալ մասնագիտական կրթության համակարգի մաս կազմող ուսանողները ստանում են աշխատավարձ, որը վճարում է ընկերությունը, այսինքն նրանք իրենց կրթության ընթացքում արդեն գումար են վաստակում։ Ընկերությունները նաև ակտիվ ներգրավված են ուսումնական ծրագրերի մշակման մեջ եւ կարող են շատ արագ նոր հմտություններ ներառել։ Եթե ընկերությունը տեսնում է, որ պետք է ներառել, ասենք, արհեստական բանականություն կամ կանաչ հմտություններ, ապա հնարավորություն ունի արագորեն վերափոխել եւ արդիականացնել ծրագիրը։ Green skills, they have the possibility or the opportunity to include this also in the curricula. Ուսուցման վերջում ավարտական քննություններն են, որոնք հաջող անցնելու դեպքում ուսանողը դառնում է հավաստագրված մասնագետ, աշխատանքային փորձով եւ աշխատանք գտնելու հնարավորությունները զգալի ավելանում են։ Շատերն անգամ մնում են հենց այն ընկերություններում, որտեղ անցել են ուսուցումը։ Այդ է պատճառը, որ գործազրկության մակարդակը Գերմանիայում շատ ավելի ցածր է ընդհանուր եվրոպականի համեմատ։ So basically the dual Այսպիսով Գերմանիայում դուալ մասնագիտական կրթության եւ ուսուցման համակարգ այն կարևոր գործոններից մեկն է, որի շնորհիվ երկրում երիտասարդների գործազրկության մակարդակը համեմատաբար ցածր է։ Օրինակ, եթե նայենք եվրոպական այլ երկրներին, սովորաբար երիտասարդների գործազրկության մակարդակը կազմում է մոտ 14-15%։ Գերմանիայում այն ընդամենը 6-ից 7% է, այսինքն տարբերությունը բավական մեծ է եւ դա մեծապես պայմանավորված է դուալ մասնագիտական կրթության համակարգով։ system. Այս համակարգը սակայն Գերմանիայում չեն հնարել զրոյից, եւ սա մեկ անգամ արված բարեփոխման արդյունք չէ, այլ դարերի պատմություն ունի։ Դրա արմատները հասնում են 12-րդ դար, արհեստավորների միություններ, որոնք ի դեպ շատ ծանոթ են նաեւ մեզ։ Միջնադարում մասնագետ դառնալու հիմնական միջոցը որևէ վարպետի աշակերտելն էր։ Կային համքարություններ, վարպետների միություններ, որտեղ որոշում էին չափանիշները, ում համարել վարպետ, իսկ ում ոչ։ So back then the guilds have regulated the access to professional qualification. Այդ ժամանակ գիլդիաները կարգավորում էին մասնագիտական որակավորումը ու նաև ձևավորում էին մասնագիտական աճի կարիերայի ուղին։ Կային աշակերտներ, ապա ենթավարպետներ եւ կային արդեն վարպետ արհեստավորներ։ Վարպետներից աշակերտներին գիտելիք փոխանցելու սկզբունքը ինչ որ առումով կարելի է ասել մեր դուալ մասնագիտական կրթության համակարգի գենետիկական կոդն է։ I would say the genetic code of our dual vet system. Համակարգը փոփոխության ենթարկվեց, երբ սկսվեց արդյունաբերականացումը։ Մեծ թվով աշխատողների պահանջարկն ու ներհոսքը քաղաքներ ստիպեց համակարգին մտածել ոչ միայն հմտությունների, այլ ընդհանրապես կրթության մասին։ Then it took again some centuries. Արդյունաբերականացման ժամանակ արդեն մեծ թվով ոչ որակավորված աշխատուժի ներհոսք եղավ քաղաքներ, ինչը որոշակի ռիսկ էր նաև այդ քաղաքների սոցիալական կայունության համար։ Այդ ժամանակ Գերմանիան ներմուծեց այսպես կոչված շարունակական դպրոցների մոտեցումը, որտեղ գործարանների երիտասարդ աշխատողներին տրվում էր նաև ընդհանուր կրթություն։ Այդ ժամանակ արդեն ընդունվել էր նաև առաջին օրենքներից մեկը արհեստների պաշտպանության մասին ակտը։ Այդ օրենքում ամրագրված էր, որ գործարանները կամ ընկերությունները պետք է երիտասարդ աշխատուժին ազատ ժամեր տրամադրեն ընդհանուր կրթություն ստանալու համար։ Սա առաջին փորձն էր միջնադարյան համակարգը դարձնել ավելի ժամանակակից, հավասարակշռելու արդյունաբերության կարիքները եւ դպրոցում տրվող ընդհանուր կրթությունը։ 20-րդ դարի կեսերին արդեն դրվեց ժամանակակից համակարգի հիմքը։ Գերմանիայում ոչ միայն չմոռացան այն, ինչ դարեր շարունակ ապահովում էր պահանջված մասնագետների անխափան հոսքը, այլև ինտեգրեցին ներկա կրթական համակարգ, պետականորեն խաղի ընդունելի կանոններ սահմանելով բոլորի համար։ To mention, I mean only back in 1969, so some decades already ago. 1969 թվականին, այսինքն մի քանի տասնամյակ առաջ, Գերմանիան ընդունեց մասնագիտական կրթության մասին առաջին օրենքը։ Սա իրականում Գերմանիայում ժամանակակից մասնագիտական կրթության սկիզբն էր։ Նախ օրենքով կրթական ծրագրերը բերվեցին մեկ միասնական ստանդարտի։ Մինչ այդ օրենքը Գերմանիայում տարբեր մասնագիտությունների կրթական ծրագրերը բավական մասնատված էին եւ շատ տարբեր կախված տարածաշրջանից եւ մասնագիտությունից։
With this act, for the very first time, we had one federal. Այդ օրենքով առաջին անգամ ստեղծվեց դաշնային միասնական համակարգ, այսինքն Բավարիայում կրթություն ստացած ատաղծագործը ստանում էր նույն որակավորումը, ինչ Բերլինում կամ Համբուրգում վերապատրաստվածը։ Երկրորդ շատ կարևոր թեման սոցիալական գործընկերությունն էր, այսինքն առաջին անգամ օրենքով ամրագրվեց պետության, բիզնեսի եւ արհմիությունների համագործակցությունը։ Սահմանվեց, որ պետությունը ֆինանսավորում է քոլեջները եւ ապահովում կրթական ենթակառուցվածքը, ընկերություններն ապահովում են գործնական ուսուցումը եւ վճարում են սովորողներին աշխատանքի համար, իսկ միությունները սահմանում եւ կարգավորում են համակարգի ստանդարտները։ But also the trade unions, who also have a very important responsibility in the system because they negotiate the standards of the whole system. Դարեր առաջ վարպետ աշակերտ համակարգը շատ տարածված էր նաև Հայաստանում։ Այն հիմա էլ որոշ դեպքերում պահպանվել է։ Ոսկերիչները, վարսավիրներն ու հմտություններ պահանջող այլ մասնագիտություններում վարպետները երբեմն նաև աշակերտներ են ունենում, բայց դա ավելի շուտ անհատների նախաձեռնություն է, ոչ թե պետության կողմից տրված հնարավորություն։ Սակայն 2024 թվականից Հայաստանում արդեն օրենսդրական մակարդակով առաջին անգամ սահմանվել է, թե ինչ է դուալ կրթությունը։ Ամրագրվել է, որ կրթությանը զուգահեռ աշխատանքը թե վարձատրվելու է, թե համարվելու է ստաժ։ Ի դեպ, մինչև օրենքի կետ դառնալը դուալ կրթությունը Հայաստանում փորձնական ծրագիր էր, եւ հենց գերմանական միջազգային համագործակցության ընկերությունն էր անցկացնում դեռ 2017 թվականից, նորանոր քոլեջներում փորձարկելով գաղափարը։ What we basically see is actually it works. And this is the best news, I would say. So it means that the students really get the knowledge, the skills. Մենք փորձարկեցինք դուալ համակարգը Հայաստանի տարբեր քոլեջներում մի քանի մասնագիտությունների համար եւ տեսանք, որ համակարգն աշխատում է։ Եվ ես կասեի, սա լավագույն նորությունն է։ Սա նշանակում է, որ ուսանողները իսկապես ստանում են այն գիտելիքները, հմտությունները եւ կարողությունները, որոնք անհրաժեշտ են կրթությունից հետո աշխատանք գտնելու համար։ Կարծում եմ, այս փորձառությունից եւս մեկ կարևոր դաս քաղեցինք, որ Հայաստանում դուալ մասնագիտական կրթության զարգացման համար պետք է մասնավոր հատվածն ավելի մեծ ներգրավվածություն ունենա, քանի որ հենց մասնավոր հատվածն է ամենալավը հասկանում, թե իր ոլորտում ինչ հմտություններ եւ կարողություններ են անհրաժեշտ։ Այսպեսով անհրաժեշտ է, որ Հայաստանում ընկերությունները, ասոցիացիաները, պալատները մասնակցեն ուսումնական ծրագրերի մշակմանը, ինչպես նաեւ ավարտական քննություններին եւ որակավորումներին։ Part of the qualification and with that of the final examination of the students. Հայաստանի կրթության նախարար Ժաննա Անդրեասյանը եւս գոհ է դուալ համակարգի պիլոտային ծրագրից։ Ասում են նաև այդ հաջողված փորձն է եղել օրենսդրական փոփոխությունների հիմքը։ Մասնապես այն ոլորտներում, որտեղ դա առավելապես իրականացվեց, օրինակ զբոսաշրջության, գինեգործության, մենք տեսնում ենք, որ դա արդյունք է տվել։ Եվ նշեցի, որ դուալ կրթության այս փորձնական ծրագրի հիման վրա մենք նաև օրենսդրական լուծումների գնացինք եւ մասնագիտական կրթության եւ ուսուցման նոր օրենքը արդեն դուալ կրթությունը նախ սահմանում է առանձին որպես հասկացություն, այնուհետև տալիս է դրա կարգավորումներ։ 2024 թվականին ընդունված օրենքում կարգավորվել են հարաբերությունները սովորողների եւ ընկերությունների միջև, ինչպես օրինակ ընդհանուր միջև ապահովագրական հարցեր, վարձատրության համակարգը եւ նաեւ այս կրթության հանգամանքը ստաժ համարելու հարցերը եւ այդ իմաստով ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի դուալ կրթությունը մեր երկրում զարգանա ու ես հույս ունեմ, որ հիմա նաև մենք վերանայում ենք մասնագիտությունների ցանկը եւ որակավորումների շրջանակի մշակման գործընթացում ենք, այդ թվում ոլորտային եւ այս բոլոր աշխատանքները մեզ սահուն տանում են դեպի այն կետը, երբ որ դուալ կրթությունը կդառնա ՄԿ համակարգում կրթության հիմնական ձև։ Իսկ ինչ արդյունքներ են ակնկալում այս համակարգի ներդրումից։ Արդյոք երբ դուալ կրթության համակարգն ամբողջությամբ ներդրվի, կփոքրանա աշխատաշուկայի ու կրթության միջև խզվածքը։ Կարծում եմ, որ էապես կկրճատի, չեմ կարծում, որ ամբողջությամբ կնվազեցնի, որովհետև ինչպես դուք նշեցիք, հիմա մենք ձեր հետ գտնվում ենք մի ժամանակաշրջանում, երբ որ պահանջները, այդ թվում մասնագիտությունների հանդեպ փոխվում են եւ սա կրթական համակարգի բնականon մաս է արձագանքել փոփոխություններին եւ փոփոխվել։ Բայց նաեւ գիտեք կրթական համակարգը ունի մի հատկություն, որը ինձ նույնքան կարեւոր է թվում, դա պահպանողականությունն է։ Կան փոփոխություններ, որոնք շատ ժամանակավոր են եւ կրթական համակարգը պետք է
ճիշտ արձագանքի, ճիշտ փոփոխություններին, այսինքն այն փոփոխություններին, որոնք իսկապես մնայուն են եւ որոնք իսկապես պահանջելու են նոր մասնագիտական ներուժ։ Հիմա Հայաստանը հասել է կարևոր հանգրվանի։ Համակարգը սահմանել է օրենքով, բայց կարևոր է թղթի վրա գրածը կիրառել եւ իրագործել կյանքում։ Armenia is now not any longer Հայաստանում դուալ կրթությունն այլևս տեսական խոսակցություն չէ, այժմ քննարկումներն իրագործման մասին են։ Գերմանիայի, Շվեյցարիայի եւ Ավստրիայի կառավարությունների կողմից ֆինանսավորվող մեր տարբեր նախագծերի շրջանակում մենք GIZ-ում շատ ուրախ ենք, որ կարող ենք աջակցել Հայաստանին այս ամբողջ գործընթացի ընթացքում, մասնավորապես դիտարկելով թե գերմանական համակարգի որ տարրերը Հայաստանը կարող է հարմարեցնել եւ կիրառել։ Եվ կարծում ենք հարցն այստեղ գերմանական համակարգի պարզ կրկնօրինակումը չէ։ Հայաստանը պետք է իրեն հարմար քայլեր մշակի, այնուամենայնիվ շատ բաներ կարելի է սովորել գերմանական համակարգից, իսկ մենք առավել քան ուրախ կլինենք օժանդակել Հայաստանին նաև այդ ճանապարհին։ Բայց Հայաստանն ինքն էլ կրթության ոլորտում նորամուծությունների հեղինակ է։ Նորամուծությունների, որ այսպես ասենք, արտահանվել են 7 երկրներ, այդ թվում նաև Գերմանիա։ 2011 թվականին ստեղծված Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններն են, որոնք 12-ից 18 տարեկան պատանիներին դպրոցից դուրս կրթում են, հատկապես դիզայնի եւ տեխնոլոգիաների ոլորտներում։ Ապահով միջավայրի մեջ, եւ որ դու քո ուժերը փորձարկում ես, փորձարական հետաքրքիր ծրագիրները անցնում ես, ուր կարողանում ես անդրադառնալ, մտածել, որոշումներ կայացնել, այդ քեզ ուժեղացնում է, որովհետեւ դու ապակայի մեջ արդեն պատրաստ լինես որոշում կայացնելու եւ համարձակ լինելու եւ չվախենալու։ Ամենակարևորը այդ է, որովհետեւ եթե վարժեցնես երիտասարդին, որբեսի ինքը կարողանա իր ճանապարհը ինքնուրույն շարունակել եւ պատրաստ լինի, այդ արդեն աշխատանքի մեծ մասը արել ես։ Կենտրոնի տնօրեն Մարիլու Փափազյանն ասում է, Թումոյում էլ են հնարավորություններ ստեղծում, որ նախագծեր իրականացնելով երիտասարդները կողմնորոշվեն ապագա մասնագիտության հարցում։ Բայց նրա վրա հիմա մի հատ տարբեր շերտ ավելանում է ջկունության եւ ավելի հեռու մտածել, վերջիվերջո դու ուր ուզում ես հանգիլ, ինչպես պատրաստել երիտասարդին, որ ինքը շատ բարդ մտածելակերպ ունենա եւ շատ ամբիցիոզ մտածելակերպ ունենա հասնելու համար շատ ավելի բարձր մակարդակի եւ այդ արդյոք ինչպես է learning by doing-ով կամ շատ վարժություններ անելով, շատ օրինակներ տեսնելով, թե ուրիշ լուծումներով կարող ես այդ մակարդակին հասնել եւ այդ հմտություն ունենալ եւ այդ հասունություն ունենալ։ Այդ շատ հետաքրքիր հարցեր են, որ մի քիչ շատ զույի եւ հայվի պատմության պես է, որ մեկը որից առաջ գալիս է։ Ընկերությունները, ոլորտային ասոցիացիաները եւ պալատները պետք է մասնակցեն ուսումնական ծրագրերի մշակմանը, որպեսզի դասավանդվող հմտությունները համընկնեն աշխատաշուկայի իրական պահանջների հետ։ Գործատուները պետք է ներգրավված լինեն նաեւ ավարտական գնահատման եւ որակավորման գործընթացում, ապահովելով, որ շրջանավարտի գիտելիքը համապատասխանի ոլորտի չափանիշներին։ Պետք է ընդլայնել դուալ կրթական ծրագրերը տարբեր ոլորտներում, որպեսզի ուսանողները կարողանան կրթությանը զուգահեռ իրական աշխատանքային փորձ ձեռք բերել։ Կարևոր է, որ ուսանողները կրթության ընթացքում ստանան վարձատրություն եւ պաշտոնապես հաշվառվող աշխատանքային փորձ, ինչը կբարձրացնի թե մոտիվացիան, թե աշխատաշուկայում մրցակցությունը։ Պետք է ստեղծել մեխանիզմներ, որպեսզի կրթական ծրագրերը արագ թարմացվեն, ներառելով նոր հմտություններ, օրինակ արհեստական բանականություն, թվային եւ կանաչ հմտություններ։ Պետք է զարգացնել կրթություն, բիզնես, մշտական երկխոսության հարթակներ, որպեսզի աշխատաշուկայի փոփոխությունները արագ տեղ գտնեն կրթության մեջ։ Պետությունը պետք է ապահովի կրթական ենթակառուցվածքը եւ կարգավորող դաշտը, իսկ բիզնեսը գործնական ուսուցումը եւ աշխատաշուկայում ինտեգրումը։ Մասնագիտական միությունները պետք է մասնակցեն որակավորման չափանիշների եւ մասնագիտական ստանդարտների ձևավորմանը, ապահովելով համակարգի կայունությունը։